Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 TV-ի եթերում երկու ճակատ ոդքասթի 116-րդ թողարկումն է, Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը շարունակում ենք ամփոփել եւ վերլուծել շաբաթական լրահոսը։ Դա անում ենք մեր գործընկեր Pantera Security մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, որն իր տասնամյակների փորձառությամբ շարունակում է ձեզ առաջարկել անվտանգության եւ պահնորդական բարձրակարգ ծառայություններ ձեր տների, ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, գույքի, սեփական տան, բնակարանի, ընտանիքի անդամների պահպանության շուրջօրյա պահնորդության տեսքով։ Լինի դա կենտրոնացված տեսահսկում, հեռավար թե իրական ժամանակում եւ տարածության մեջ VIP տիկնապահներ, ուղեկցում, փոստի անվտանգություն, ցանկացած այլ նմանաբնույթ ծառայություն, անվարան պատվիրակեք մեր այս գործընկերոջը Pantera Security-ին առավել մանրամասն տվյալների համար կարող եք այցելել Pantera.am կայք կամ զանգահարել 53 78 50 հեռախոսահամարով, եթե երկու ճակատ պրոմոկոդն ասեք, հատուկ առաջարկ կստանաք։ Այս շաբաթ Էդգար, ես եւ դու պայմանավորվել ենք թեմատիկ զրույց անել խոսելով հայ-թուրքական հարաբերությունների, այս փուլում Թուրքիայի կողմից Հայաստանի վրա դրված միակողմանի պահանջների անվերապահ ընդունման մասին եւ նաեւ որոշ համեմատականներ տանել նախորդ փուլերի Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք Հայաստանի եւ Թուրքիայի միջև երկխոսության փուլերի հետ, բայց մինչ այդ երկու կարևոր իրադարձության կամ զարգացման շուրջ չենք կարող կանգ չառնել։ Առաջինը այն խայտառակ ամբարո գրոհն է եւ արդեն ներքին պարակչական գործողությունն է, որ տեղի ունենում մեր եկեղեցում, երբ մի քանի եպիսկոպոսներ զանցառնելով սեփական ուխտը, դեմ գնալով կանոնական ընթացքին, անհասկանալի պայմանավորվածությունների մեջ են մտել վարչախմբի հետ, վարչախմբի պարագլուխը ողջունում է նրանց հակականոնական կեցվածքը եւ կարելի ասել, որ պալատական հեղաշրջում են ձեռնարկել։ Ես չէի չափազանցի, եթե այս արտահայտությունը հենց օգտագործեի, կարծում եմ, որ դա լավագույնս նկարագրում է իրերի այն դրվածքը, որը այս պահին արկա է Մայրաթորի շուրջ եւ ցավալիորեն, ինչպես նախկին բոլոր կառույցների դարպասներն են բացվել ներսից, ասենք օրինակ, Տավուշի դարպասները պիտի բացվեր հենց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության ձեռամբ եւ ոչ թե թշնամու։ Արցախի դարպասները պիտի բացվեին ցավալիորեն այսօր Բաքվում պատանդարության մեջ գտնվող Արցախի նախկին նախագահ Արայք Հարությունյանի ձեռամբ եւ այդպես շարունակ, այնպես էլ տեսնելով, որ Մայրաթորի վրա իր գրոհը որևէ նշանակալից արդյունքի չի հանգեցնում, վարչախմբի պարագլուխը անցել է պլան B-ի պարակտելու Մայրաթորը, երկպարակություն մտցնելու միաբանական համայնքի մեջ եւ ահա նրանցից մի քանիսի ակտիվ հանցակցությամբ է փորձում հիմա Մայրաթորը գրոհել եւ իբր նոր կաթողիկոս նշանակել։ Ես չգիտեմ թե, բայց դրա մեջ ինչ-որ օգտակար բան կա։ Ներքին մաքրման գործընթաց։ Այո, որովհետեւ եթե դա չլներ, ասենք մենք ոնց պիտի իմանայինք, թե ինչքան պրո-մահմեդական գործիչներ կան, որոնք հանդես են գալիս իբրև քրիստոնյա հոգեվորականներ։ Որովհետեւ գիտես ինչ, օրինակ տարբեր հարցերի վերաբերյալ երբեմն լինում է, չէ, ասում ենք, այս մարդիկ չեն իմանում, չեն բացատրում, գնանք մարզեր, մարդկանց հետ խոսենք, բացատրենք, որ իրանք տեսնեն, հասկանան, չէ, ինչա կատարում, դուրս գանք, շփվենք մարդկանց հետ։ Եպիսկոպոսը, արքեպիսկոպոսը խոյն մարդը չի, որին որ պետքա գնանք մարզեր, ասենք ես գնամ Վայոց եւ թեմի առաջնորդին բացատրեմ, բարձեմ, որովհետեւ նա չի հասկանում, որովհետեւ նա շատ լավ է, չէ, հասկանում։ Նա իզնից ավելի բարձր կրթական աստիճան ունեցող, երկարամյա փորձառություն ունեցող հոգեվոր ծառայության մեջ մարդը նախո միամիտ չի։ Նախո միամիտ չի, որ չհասկանա, որ այս գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով, որ այս գործընթացը ազնիվ չի, որ սրա նպատակադրումները անազնիվ են, որ սա հանգեցնելու է եկեղեցու միասնության փլուզման։ Այսինքն այս չէ էլի, որ նա չի հասկանում, գնանք իրան բացատրենք, որ ինքը հասկանում է։ Շատ լավ է։ Ինքը հասկանալով է հենց անում եւ դա կրկնակի ծավալի մեղք հաղորդում։ Եվ ինքը եւ Մասիսի թեմի առաջնորդը իրանք գիտեն, չէ, որ ասենք եթե դու գնում ես այդ պատարակին, օրինակ ես եղել եմ էլի Վայոց մարզպետ, ես էլ Աբրահամ Սրբազանին համարյա պատարակների չեմ դե, շատ քիչ է էլի, որ ինքը հանրապես հոգեվոր ծեսի է մասնակցում։ Կարծում եմ ուրիշ կառույցներում ավելի շատ ակտիվ, հիմնականում քաղաքացիական հագուստով, վերջին անգամ սեպտեմբերի 6, ասենք Եվրոպական միության դիտորդական առաքելության բաց դռների օր։ Ինքը ընդ ես ոնց եմ քաղաքացիական, ինքը դες
ոչ թե հոգևորական գնացել է օրհնելու բան, այլ այնտեղ առաջի պլանի վրա ընդ որում։ Հիմա ինքը հասկանում է, չէ, որ եթե ինքը օրինակ Խաչիկի եկեղեցում, ես չգիտեմ, ինքը երբևէ իր կյանքի ընթացքում Նիկոլ Փաշինյանին դե գնալուց բացի ուրիշ որ գնացել է պատարագի, թե չէ, կարծում եմ որ չի գնացել։ Կամ շատ հազվագյուտ, ասենք իր տասնամյակների ծառայության ընթացքում կարող է շատ բացառիկ դե։ Հիմա ես ուրեմն հասկանամ, եւ եթե դու գիտես, չէ, որ նա նրանից առաջ եղել է Հովանավանքում, դրանից առաջ եղել է Թալինում, ոնց է տեղի ունեցել դա, ինչի է վերածվել այդ պատարակը, որ այնտեղ պատարակը մատուցել, պատարակը չէ, դա հանրահավաքը վարել է Ստյոպան, որը այլևս քահանա չի, որը դրա իրավունքը չունի։ Դու այդ սա գիտես, չէ՞։ Ու այդ սա իմանալով հանդերձ, ասենք հատուկ չես գնում։ Դու Խաչիկ եկեղեցի, որ կյանքում այդ գնացած չկաս։ Նշանակում է գիտակցված անում, չէ՞։ Բայց եթե գիտակցված անում, ուրեմն դրանից բացատրես։ Բոլոր այդ անձինք, որոնք այդ անհասկանալի նամակի տակ ստորագրել են, վստահաբար շատ լավ գիտեն։ Ինձնից ու քեզնից էլ ավելի լավ, ի վերջո Մայրաթորի միաբաններ են։ Գիտեն թե ինչ վտանգ կարող է սպառնալ, եթե փլուզվի Մայրաթորը եւ հայրաքելական եկեղեցու նվիրապետությունը, ու իրենք գիտակցաբար գնում են դրան։ Փաստորեն անուղղակիորեն, իսկ միգուցե նաև շատ հստակ եւ ուղղակիորեն կյանքի կոչելով Ալաշուկյուր Փաշազադեի Էջմիածնի եւ Երևանի Ղազիաթներ հիմնելու խոստումը։ Այսինքն Փաշազադեն իր խոստումը իրականացնում է մի քանի հայ եպիսկոպոսների ձեռամբ։ Սա ֆիքսենք, անցնենք նաև շատ կարճ եւ քննարկենք նաև իմ եւ քո սիրելի անձանցից մեկի ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի ժամեր առաջ արված մի գրառման, որով նա մի հերթական նախկին հրապարակվածների հետ այդպես էլ չհամընկնող նոր թիվ է հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի եւ անհետ կորածների։ Այդ թիվը, քանի որ բազմիցս ներկայացվել է եւ ամեն անգամ տարբեր, ասենք քննչական կոմիտե մի թիվ է ներկայացրել, վարչապետը մի թիվ, ազգային ժողովի նախագահը մի թիվ, քննիչ հանձնաժողովի նախագահը մեկ այլ թիվ, եւ վերջնարդյունքում այդպես էլ չեն կողմնորոշվել։ Իսկ Աննա Հակոբյանը 2 տարի առաջ Աճարկուտ գյուղում ընդհանրապես ասում էր, որ 4000 է եղել զոհերի թիվը։ Իրենք ասում են 3800 եւ ավելի։ Վարչապետը ընդասում է պլյուս մինուս, հա, այդ իրենց հաշվարկը դա է։ 50 մարդ էսյան, մի 50 մարդ էնյան։ Մենք այսուհետ պիտի պահանջենք այս վարչախմբից աներկբա եւ միանշանակ պահանջ է դա հրապարակել ոչ թե զոհերի թիվը, այլ անվանացանկը։ Չէ, ամբողջական ոչ թե, այլ եւ ընդ որում մենք այդ մասին անվանացանկը որ հրապարակեն զոհերի թիվն էլ կտեսնենք։ Ու դա պիտի ներկայացնեն ըստ օրերի պատերազմի եւ ըստ զոհերի հանգամանքների։ Մի բան քեզ հիշացնեմ, քեզ ասելով նկատի ունեմ նաեւ քո այդ զրույցում հիշեցնեմ նաեւ մեր հեռուստադիտողները, որովհետեւ այս բաները դու ինձ լավ ես հիշում։ Պաշտպանության բանակը պատերազմի ժամանակ հրապարակում էր զոհվածների անունները եւ ծննդյան տարեթվերը։ Ինչ որ մի պահից հոկտեմբերի վերջից սկսեցին անվանումները չհրապարակել զոհերի։ Ընդ որում զոհերի անունները հրապարակում էին ոչ թե նույն օրվա դրությամբ, այսինքն ոչ թե զոհվելու հաջորդ օրը կամ նույն օրը, այլ ինչ որ մի ժամանակ առաջ, օրինակ իմ հարազատների մեջ մեր ընտանիքում էլ ենք ունեցել մենք շատ ծանր կորուստ, մեր զինվորի անունը հրապարակվել է իր հուղարկավորությունից մի քանի օր հետո, մոտ մի 10 օր հետո։ Իսկ այն շատ ավելի ուշ են հրապարակվել անունները, քան իրենց զոհողության օրն է եղել։ Ինչ որ մի պահ սկսեցին չհրապարակել, ուրեմն ես համեմատել եմ Դավիթ։ 1000-ից ավել է տարբերությունը իրանց ասած պաշտոնական թվի եւ հրապարակված զոհվածների անունների թվի միջեւ։ Այսինքն 1000-ից ավել զինծառայողի անուն այլևս չի հրապարակվել։ Մենք մի անգամ խոսել ենք ստե, որ պետք է հրապարակել ոչ միայն զոհվածների թիվը անունները, այլ ամսաթվերը։ Ասենք օրինակ սեպտեմբերի 27-ին, քանի մարդ է զոհվել։ Հենց դա էի ասում քիչ առաջ։ Սեպտեմբերի 28-ին։ Ու նաև ուղղությունները, պետք է ներկայացնել ուղղությունները եւ ամսաթվերը։ Էդի որ հրապարակեն։ Պատերազմի ամբողջ ընթացքի մասին կարելի է պատկերացում կազմել։ Ամբողջ հանցագործությունը բացահայտել։ Եվ քննիչ հանձնաժողովի զեկույցի կարիք էլ չի լինի, բայց ուզում եմ հիշեցնել, որ սրանք 44-օրյա պատերազմի զոհերի անվանացանկը ներկայացնելու փոխարեն պահանջում էին օրինակ բացահայտել եւ հրապարակել հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի անվանացանկը։ Անդրանիկ Քոչարյանը։ Հիմա նույն Անդրանիկ Քոչարյանը քննիչ հանձնաժողովի նախագահ, որի կազմած զեկույցը այդպես էլ չի հրապարակվել։ Զոհերի թիվ հրապարակած Ալեն Սիմոնյանի որոշմամբ եւ ուղարկվել է ազգային ժողովի հատուկ բաժին։ Այդ նույն Անդրանիկ Քոչարյանը չի հրապարակել Ջերմուկի պատերազմի զոհերի
անունները։ Երկօրյա մենք ասում ենք 44 օրյայի զոհերի անունները, չէ՞։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ը զոհվածների անունները հրապարակված չի։ Պատկերացնում ես։ Այսինքն փոխարեն այդ մարդկանց անուններով փողոցներ անվանակոչվեն, մեծարվեն, գրքեր տպվեն, հիշատակի միջոցառումներ կազմակերպեն, մեծարվի մարդը, հասկանում ես նա ինչ արել։ Ամենամեծ սխրանքն է գործել։ Իր կյանքը տվել է իր հայրենիքին որպես զինվորական։ Դրանից մեծ սխրանք, որս ինչ անենք մեր կյանքի ընթացքում մեր երկրի համար, չի կարա համեմատվի այն սխրանքի հետ, որ այդ մարդիկ են գործել։ Ու իրանց նույնիսկ անունները չեն հրապարակում, հասկանում ես, ինչ աստիճանի նսեմացում է։ Ալեն Սիմոնյանը դե նա վախենում է ինձ ընդունի, չէ, եկել է ազգային ժողովի նախագահացել էս հանդիպում խնդրի առանձին, զանգեցին, ասին չի լինելու։ 7 մինչև այսօրվա իր հրապարակումը 7 դու որ քիչ առաջ ասեցիր քննչական կոմիտե, վարչապետ, փոխվարչապետ 7 պաշտոնական հրապարակում ա եղել զոհվածների թվի պատերազմից հետո։ Առաջինը 2021 թվականի հունվարին ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջի թիվը հնչեցրել։ Դրանից հետո այսպես տարբեր մարմիններ այդ թվում վարչապետ, նախընտրական արշավի ժամանակ 21 թվի Նիկոլ Փաշինյան։ 7 թիվն էլ իրարից տարբեր է։ 7 թիվն էլ աճողական։ Ու հասկանում ես մենք ինչի մասին ենք խոսում։ Զոհվածների թվի։ Ոնց կարող ասենք թե այդ թիվը կոնստանտ է, թիվը չի կարող փոխվի։ Ու չի կարող տարբեր լինի, որովհետև զինվորի մասին է, այդ որ դասակի հրամանատարը չգիտի իր դասակում քանի օգ է։ Եթե մարդը չկա, ուրեմն չկա, չէ, զոհվել է։ Դպրոցում դասղեկը իմանում է իր աշակերտը։ Դաս ներկա բացակայեն չի անում։ Ես ու դու էլ ենք դասախոս ենք եղել, որ հաշվառում ենք անում, այս ինչը բացակայ է, չէ։ Եթե 3 հատ բացակայում է, հարցնում ես, ասում ես, այ մարդ, այս ուսանողն ուր է։ Ես ուզում եմ նաև կարճ հիշեցնել ու անցնենք մեր հիմնական թեմային, այն որ 2016-ի ապրիլյան քառօրյա մարտերից հետո զոհերի բացարձակ մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության բնակչությունը անվանապես գիտեր։ 75 զոհեր եղել, եթե դրան հաջորդած մի քանի շաբաթների ընթացքում զոհերն էլ հաշվենք, զոհերի թիվը մոտենում էր 100-ի, բայց նրանց մեծամասնության անունները եւ դիմապատկերները փակցված էին Երևանի եւ Հանրապետության տարբեր խոշոր բնակավայրերի, շենքերի պատերին, գրաֆիտիների տեսքով։ Ինչ բացակա չդնեք կամ այլ խորագրերով, բայց նրանց անունների մեծամասնությունը մենք գիտենք Արմենակ Կուքանյանից ու Բենյամին Եղոյանից մինչև Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան։ Եվ նրանց անունները, նրանց դիմապատկերները անվանապես իմանալու շնորհքն էր նաև, որ 2020 թվականի 44 օրյա պատերազմին նոր հերոսական սերունդ գնաց եւ իր կյանքը զոհաբերեց, որովհետեւ այդ տղաները իրենցից 4 տարի ընդամենը ավակ տղաների սխրագործություն էին տեսել ու նաեւ տեսել էին, որ պետությունը մենակ չի թողնում իր զինվորին, որ պետությունը շնորհակալ է նրան եւ հիշում ու գնահատում է հանուն իրեն թափած արյունը եւ գնահատում է նրա սխրանքը։ Ինչ վերաբերում է այսօրվա թեմատիկային, ինչպես նշեցի, վերջին շրջանում վարչախումբը անընդունելի եւ ցավոք սրտի համատեքստից հիմնականում դուրս մի շարք համեմատականներ է սկսել տանել նախքին բոլոր շրջաններում Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացների հետ։ Այն ինչ սրանք անում են բնավ հարաբերությունների կարգավորում չէ, բայց այն ինչ արվել է նախկինում Հայաստանի բոլոր նախկին 3 նախագահների օրոք մշտապես եղել է հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունից բխող քայլերի իրականացում, այսինքն չի արվել որևէ բան, որը դեմ կգնար Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթին, անկախության հռչակագրին, Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ դրա նախաբանին, որը սահմանադրական դատարանի հատուկ որոշմամբ առանձին կարգավորման առարկա դարձավ, ավելի վեր, քան նույնիսկ հայ-թուրքական 2 հարցանագրություններն էին, եւ ի վերջո մեր հիմնարար արժեքներին, մեր ազգային հիշողությանը, մեր պատմությանը, հայոց ցեղասպանության պատմական հիշողությանը, կարևորագույնը այն էր, որ օրինակ Բարակ Օբամայի նախագահության շրջանում 2008 թվականին ակտիվորեն սկսված հայ-թուրքական հետագային ֆուտբոլային դիվանագիտություն անվանումը ստացած գործընթացում Հայաստանը Արցախյան գին չէր վճարում եւ այդ գործընթացները իրար հետ որևէ նշանակություն, որևէ կապակցվածություն չունեին։ Արցախյան հակամարտության կարգավորումը որևէ կապ չուներ հայ-թուրքական գործընթացի հետ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից ոչ թե նույնիսկ հետո, այլ այդ պատերազմի ընթացքում ՀՀԿ Մինսկի խմբի անդամ
ոչ թե համանախագահ, այլ անդամ բոլոր 13 պետությունները ստորագրեցին մի թուղթ, որով կրակի դադարեցման եւ հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու կոչ էր արվում։ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ էր եւ Թուրքիան էլ էր ստորագրել դրա տակ։ Հիմա այնինչ կատարվում է, Արցախյան գինը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ներառելու պայմանով իբր այդ հարաբերությունների կարգավորումն է, բայց նույնիսկ այդ գնով Թուրքիան բացարձակ պատրաստակամություն չի ցուցաբերում Հայաստանի սահմանը ապաշրջափակելու, Հայաստանի հետ նախ դիվանագիտական, ապա առևտրատնտեսական կապեր հաստատելու, Հայաստանի հանդեպ իր փաստացի թշնամական ռետորիկան փոքր-ինչ թուլացնելու եւ ընդհանրապես կարելի է համեմատել եւ հիշեցնել, որ եթե տարիներ ու տասնամյակներ առաջ մենք Թուրքիայի հետ բանակցում էինք մի իրավիճակում, երբ Հայզին, որը կանգնած էր Արաքս գետի ափին եւ Մռավի լեռներում ու ոչ թե Ջերմուկի լեռներում, երբ Շուշիում փողփողում էր հայկական դրոշ եւ ոչ թե Էրդողանը պարբերաբար Ալիևի ինտերակցիությամբ հյուր էր գնում Շուշի եւ այնտեղ հակահայկական հռչակագիր էր ընդունվում, երբ հայոց ցեղասպանության պատմական իշխողությունը կասկածի տակ չէր դրվում, ճիշտ հակառակը, այնտեղ 4 պետության առաջնորդ էր հյուրընկալվում, իտես Թուրքիայի, իսկ Թուրքիայի նախագահը այդ օրը հուսահատ փորձ էր անում հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի իրողությունը լրացնելու Չակերտյալ Գալիպոլիի կամ Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակ բեմադրելով ու չէր հաջողում, ապա այսօր տեղի ունենում ճիշտ հակառակը։ Հայկական ազգային ինքնության, հիշողության բոլոր կարևոր տարրերը հետևողականորեն հաջորդաբար զիջվում են, Արցախի բռնազավթումը եւ դրա թուրքական հանցակցությունը Նիկոլի կողմից հետևողականորեն լվացվում է միջազգային հանրության աչքում, բայց կրկնում եմ, նույնիսկ այդքանից հետո վարչախումբը որևէ կերպ չի արժանանում Թուրքիայի բարեհաճությանը եւ նաեւ նախընտրական այդ փոքրիկ բոնուսը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խոստումը չի կարողանում ստանալ, որ այն վաճառի 26 թվականի խորհրդարանական վերարտադրության ընթരാճ։ Ուրեմն Թուրքիան միշտ էլ Հայաստանին ընկալել է որպես թշնամական պետություն, այսինքն քանի դեռ չի եղել հայկական պետականությունը, Թուրքիան բնաջնջել է իր տարածքում ապրող հայերին եւ դրա ամենավառ դրսևորում եղավ հայոց ցեղասպանությունը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ որ ձևավորվել է 18 թվականի անկախ Հայաստանի Հանրապետությունը, Թուրքիան ամեն ինչ արել է այդ պետականությունը ոչնչացնելու համար, ընդհանուր մինչև ռազմական ագրեսիա, խորհրդային կարգերի հաստատումից հետո միշտ ա եղել Թուրքիայի ժողովրդի կողմից արդեն պետական մակարդակով տարվող հայկական քարոզչությունը, անկախ պետականության կայացումից ոչ շրջանում Թուրքիան Հայաստանի դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել, պահել է շրջափակման մեջ եւ ունեցել է թշնամական տրամադրություն։ Էդի փաստ։ Մեր կողմից միշտ ջանքեր եղել են հարաբերություններ կարգավորելու Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններից դուրս հայ-թուրքական հարաբերությունները։ Այդ 2008-ի մասին, որ դու քիչ առաջ խոսեցիր, դա հայկական նախաձեռնություն էր։ Այսինքն Հայաստանի նախաձեռնություն էր բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, ոչ թե թուրքական։ Այսինքն դա ցույց էր տալի հայ ժողովրդի Հայաստանի ժամանակակից իշխանությունների հարևանների հետ նորմալ բարեդրացիական առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը։ Ու երբ որ այդ նախաձեռնությունը հաջողության հասավ, իսկ դա այդ պահին հաջողություն էր։ Ասենք ես ինքս այն ժամանակ դիվանագիտական աշխատանք, պետական աշխատանք էլ չէի, ակադեմիական աշխատանք է։ Բոլորս ուղիղ եթերով նայում էինք, թե պայմանագրի արձանագրությունների ստորագրման ուղիղ եթերը, չէ՞։ Ու մեկ էլ ինչ էինք տեսնում։ Ժամեր են անցնում եւ հայտարարված ժամին ստորագրման արարողություն չկա։ Ժամեր։ Հետո եկան ստորագրման արարողությանը, պարզվեց, որ դա Հայաստանի եւ արտաքին եւ Թուրքիայի արտգործնախարարներից բացի արարողությանը ներկա են ԵԱՀԿ Մինսկի 3 համանախագահող պետությունների արտաքին գործերի նախարարները, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Եվրոպական միության արտաքին հարցերով, քաղաքականության հարցերով հանձնակատարը, անվտանգության հարցերով հանձնակատարը, Եվրոպական միության, Սլովենիայի արտգործնախարարը որպես նախագահող երկիր, Շվեյցարիայի արտգործնախարարը որպես հյուրընկալի երկիր։ Այսինքն ողջ միջազգային հանրությունը հայկական նախաձեռնությանը աջակցություն ցուցաբերեց ամենաէական ձևով ներկա լինելով այդ արարողությանը։ Հետո պարզվեց, թե
ինչի էր ուշանում ստորագրման արարողությունը։ Ես ասեմ, սա նաև Էդվարդ Նալբանդյանի հետ իմ շփումներից ինքը իր հուշերով կիսվել է։ Դա նաև Հիլարի Քլինթոնը իր գրքերից մեկում պատմում այդ պատմություն, այսինքն դրանք այդպես մասնավոր զրույցներ չեն, էլի, որ ես հիմա հրապարակում եմ, դրանք իրանց հիշողություններով այդ մարդիկ կիսվել են։ Թուրքիան ցանկացել է Թուրքիայի արտգործնախարարը արարողությունից հետո հանդես գալ, որ պիտի որպես կանոն լինում է արարողակարգով համատեղ մամուլի ասուլիս ճեպազրույց լրագրողների համար, Թուրքիան մտադիր է եղել հայտարարի, որ նախապայման Լեռնային Ղարաբաղի խնդրի պրոադրբեջանական լուծման համար, որ սրանք պետք է լինեն, եւ Էդվարդ Նալբանդյանը խորհրդակցելով նախագահ Սերժ Սարգսյանի հետ բարբերաբար հեռախոսով այդ ժամանակ չի գնաց այդ քայլի։ Հյուրանոցի իր սենյակից դուրս եկի, ասել է ես չեմ ստորագրելու դա, եթե այտենց հայտարարություն է հնչելու։ Եվ ի վերջո հայկական դիվանագիտությունը հասել է դրան, որ բավարարվել են միայն արձանագրությունները ստորագրելով եւ եթե հիշում ես առհասարակ մամուլի ճեպազրույց եւ հայտարարություններ ստորագրման արարողությունից հետո տեղի չեն ունեցել։ Եվ դրանից հետո Թուրքիան չվավերացրեց, Հայաստանը լրիվ նախապատրաստեց, նույնիսկ սահմանադրական դատանով անցավ նախագծի քննարկում, այսինքն ազգային ժողովը 1 րոպեում կարար դա վավերացնել, ասեն, բայց մենակ մի դեպքում, եթե սկզբից դա անի Թուրքիան եւ ԱՄՆ պետքարտուղարներ էր ասում, որ այո, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում եւ առաջինը պետքա Թուրքիայի խորհրդարանը վավերացնի այդ փաստաթղթերը նոր Հայաստանի։ Եվ իրենք անգամ այդ պայմաններում եւ ամբողջ միջազգային հանրությունը իրենց գլխին կանգնած, իրենք չգնացին Հայաստանի հետ համագործակցության։ Իսկ հիմա սրանք ինչից են խոսում։ Նա հիմա այդ Թուրքիան ոնց կարա հիմա Հայաստանի հետ գնա եւ փաստերը հուշում են, որ չի գնում, միայն խաղացնում են, ստանում են իրենց հասանելիքը ու քաշում մի կողմ։ Թույլ տուր մեկ դրվագ հավելել քո շատ կարևոր հիշեցումներին։ 2014 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը այն ժամանակ դերևս զբաղեցնելով Թուրքիայի վարչապետի պաշտոնը առաջին անգամ ընտրվում է Թուրքիայի նախագահ։ Կազմակերպում է երթմնակալության արարողություն եւ հրավիրում նաեւ իր հայ պաշտոնակցին։ Գնում է ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանը, այլ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Անկարայում նա արարողությունից հետո մոտենում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ նրան հանձնում 2015 թվականին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Տիզերնակաբերդ հուշահամալիրում պաշտոնական հիշատակման արարողության թղթային հրավերը։ Կա լուսանկարը։ Ես հիշում եմ։ Մեկ այլ լուսանկար էլ կա, հիմա լուսանկարային հիշողությամբ փորձենք թարմացնել մեր բոլորի հավաքական հիշողությունը։ Սովորական լուսանկարներ չեն, դրանք պատմական փաստեր են։ Կա նաև մեկ այլ լուսանկար, 2023 թվական Էրդողանի հերթական երթմնակալության արարողությունն է, հերթական ժամկետի սահմանադրության փոփոխումից հետո Նիկոլ Փաշինյան երկրորդ շարքում նստած, թեև կարծես թե եթե ոչ պաշտոնակից չէ, ապա առնվազն պետության ղեկավար է, որը հրավիրված է եւ շտապել էր մասնակցելու։ Նստած է Իլհամ Ալիևի անմիջապես թիկունքում, հետևում։ Եվ կա լուսանկար, որտեղ Իլհամ Ալիևը տիկնոջը գրկած հրճվելով եւ նրա ավագ եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ կողքը ժպիտով լսում են, թե տպավորությունն այն էր, որ Փաշինյանը նրանց զվարճացնում է ուղղակի, ինչ որ հավանաբար զավեշտալի պատմություն է պատմում։ Այդ ժամանակ Արցախը սովյալ էր։ Այդ ժամանակ Արցախը գերության մեջ էր։ Այդ ժամանակ հնարավոր չէր հումանիտար օգնություն հասցնել Արցախ։ Ավելի ճիշտ Վահան Կոստանյանը, այն ժամանակ նաև Էդմոն Մարուկյանը հերթով դեսպաններին ուղեկցում էին մինչև Կորնիձոր, լուսանկարվում ու հետ էին գալիս, երբ տասնյակ բեռնատար մեքենաներ գնում հասնում էին այնտեղ։ Իսկ ինչ տեղի ունեցավ հետո։ Ինչ էր տեղի ունեցել դրանից առաջ։ 2023 թվականի փետրվարին Թուրքիայի քրդաբնակ շրջաններում սարսափելի երկրաշարժ էր տեղի ունեցել տասնյակ հազարավոր զոհերով, դա նաև Սիրիային էր հարվածել, բայց ավելի շատ Թուրքիային, եւ Հայաստանը աննախադեպ ժեստ էր ցուցաբերել, մարդասիրական ժեստ, օգնություն ուղարկելու Թուրքիային։ Որևէ աղետյալ երկրին օգնելը իհարկե ինքնին կարևոր, բարի եւ աստվածահաճո գործ է, բայց ինչպես գնահատեց Թուրքիան այդ մարդասիրական ժեստը։ Նախիշենք այն հայտնի լուսանկարը, երբ Իգդիրում հայերի կողմից իբր թուրքերի ցեղասպանության հուշարձանի ֆոնին սպայկայի բեռնատարներն էին, որով պատմության մեջ առաջին անգամ բացված մարգարայի անցակետով ուղևորվում էին հայկական բեռնատարները աղետյալ թուրք ժողովրդին օգնություն հասցնելու։ Եվ ապա հենց այդ օրերին հայկական օգնության տեղ հասնելուց անմիջապես հետո, երբ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ գնաց, որ մի հատ համոզվի բեռը հասելա թե ոչ, էլի ոչ միայն աղետի գոտի, այլ նաև մայրաքաղաք եւ արտգործնախարարությունում ընդունած։ Իսկ Արարատ Միրզոյանը օրինակ աղետյալ Արցախ չէր գնալու, այնտեղ սովից երեխաներ էին մահանում։ Ինքը պետք է գնար Անկարա մի հատ տեսներ օգնությունը նորմալ հասելա թե ոչ, բայց նույնիսկ նրա այդ
օգնությունը այնտեղ չգնահատվեց եւ չէր էլ գնահատվելու։ Էրդողանը հետ երկրաշարժյան ծանր օրերին առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց բացառապես Ադրբեջանին չհիշատակելով Հայաստանի անունը եւ նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում եղբայրական Ադրբեջանի ժողովրդի կողքին է եղել եւ շարունակելու է լինել։ Հիմա հիշենք, թե մինչև 2018 կամ գոնե մինչև 2020 թվականը ինչպես էր Թուրքիան շարունակաբար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, կապակցում ոչ թե նույնիսկ նախկին լղիմի, այլ ազատագրված մի քանի շրջանների վերադարձի հետ։ Ես լավ հիշում եմ թուրքական մամուլի այն հրապարակումները, երբ նրանց ուղեղային կենտրոնների, ասենք այդ Բոսֆորի հայտնի ուղեղային կենտրոնների վերլուծաբանները, այնտեղ Ռուբեն Ռուբինյանն է վերապատրաստվել եւ Մարիա Կարապետյանը իդեպ այդ անձինք ասում էին, որ սիմվոլիկ գոնե երկու շրջան, եթե վերադարձվի Ադրբեջանին, որ կարողանանք այսպես ասած իրենց բերանն էլ փակել, այդ ժամանակ նոր հնարավոր կլինի գործընկերություն հաստատել, սահմանները բացել, դիվանագիտական հարաբերություններ վերականգնել Հայաստանի հետ։ Իսկ այսօր, ինչպես նախկին արտգործնախարար Արա Այվազյանն էր ասում Քարվաճարի հանձնումից օրեր անց 2020 թվականի դեկտեմբերին, ասում էր հայ-թուրքական սահմանը փակվել է 93-ի ապրիլին Քարվաճարի հայկական զինված ուժերի կողմից գրավելուց հետո հիմա խոչընդոտը վերացված է այն ժամանակվա հայկական դիվանագիտության համար դա արդեն խոչընդոտ էր խոչընդոտը վերացված է հետեւաբար շատ հանգիստ կարող ենք վերականգնել հայ-թուրքական հարաբերությունները ամբողջ Արցախը իբրև խոչընդոտ իբրև թոք կամ պարան այլ պետությունների վզին ինչպես իրենք են սիրում ձևակերպել նվիրաբերեցին թշնամուն Հայաստանի ինքնիշխան տարածքից հողակտորներ նվիրաբերեցին, մեր ամբողջ գիտակրթական համակարգի խեղում է հիմա տեղի ունենում, ամբողջ հասարակական համակարգը մատենադարանից մինչև մայրաթոռ, դասագրքերից մինչև Գիտությունների ազգային ակադեմիա, Երևանի պետական համալսարան, բուհերի հասարակագիտական ֆակուլտետներ, դպրոցների, կրթական ծրագրերի, սոցիալ-հասարակագիտական առարկաների, հայոց լեզվի, հայոց պատմության, հայ գրականության, դասավանդման մեթոդիկա, մանկավարժական համալսարանի նորանշանակ ռեկտոր, որը ակտիվորեն մասնակցել է ոչ հայաբնույթ այդ ծրագրերի կազմմանը, այս ամեն ինչը իրենցով արին, բայց նույնիսկ դրանից հետո Թուրքիան շարունակում է ասել հետևյալը. ձեր հայացքը ուղղեք բացառապես Բաքվի կողմ, մեր կողմ չնայեք։ Մինչև Ադրբեջանի հետ հարաբերությունները ամբողջապես չկարգավորեք, մինչև չկնքվի այդ այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը, մինչև ձեր սահմանադրությունը չփոխեք, մինչև Բաքուն կանաչ լույս չվառի մեզ համար, մենք չենք անցնի հարաբերությունների կարգավորման։ Իսկ արդեն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, ավելի ճիշտ նրանց նախապայմանների կատարման ավարտից հետո նոր մենք ձեզ արդեն կասենք, թե մեր որ պահանջները պիտի կատարեք։ Այսինքն ադրբեջանական եւ թուրքական պահանջները ամբողջապես չեն նույնանում։ Թուրքիան ունի իր պահանջները։ Դինամիկա կա։ Հետևաբար, այո, առանձին պետք է նաեւ Թուրքիայի նախապայման պահանջները կատարել։ Դու հիշատակեցիր Նիկոլ Փաշինյանի արարողակարգային այցելությունը Էրդողանի երթման արարողությանը մասնակցելուց հետո, իդեպ 44-օրյա պատերազմից հետո, այո, Արցախի շրջափակման օրերին ընդ որում այն դեպքում, երբ որ մինչ այդ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թերևս արդարացիորեն ասում էր, որ այս պատերազմը դա միայն հայ ժողովրդի եւ Հայաստանի պատերազմը չի միայն Ադրբեջանի դեմ, դա նաեւ մեր պատերազմն է Թուրքիայի դեմ, Թուրքիան վերադարձել է տարածաշրջան, գրեթե ցիտում եմ, բառացի չեմ ասում, բայց գաղափարը հաստատ դա էր, իրականացնելու իր 100 տարվա մտադրությունը այն է բնաջնջել հայ ժողովրդին եւ վերացնել հայոց պետականությունը։ Այդտեղ էլ է Նիկոլ Փաշինյանի կարծիքը եւ ճիշտ է, այդ իմաստով իսկապես Թուրքիայի մտադրությունը տարածաշրջանում այս հարավային Կովկաս մեր հատված մտնելու իրապես դա է եղել եւ դա հաստատել է նաեւ Էրդողանը, որ իրանք ուղիղ աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին պատերազմի ժամանակ եւ Էրդողանի մասնակցությունը դեռևս 20 թվականի դեկտեմբերին Բաքվում տեղի ունեցած զորահանդեսին, որտեղ նա փառավորում էր այն հայոց ցեղասպանության հանցագործներին, հոգիները, որոնք որ հիմա երկնքում տեսնում են այդ զորահանդեսը Բաքվի կենտրոնում։ Նիկոլ Փաշինյանը այդ Էրդողանի երթման արարողության էր գնացել մասնակցելու, բայց մինչև դա նրա առաջի աշխատանքային հանդիպումը իր պաշտոնավարման շրջանում Էրդողանի հետ, այսինքն վարչապետը ընտրվել 18 թվականի մայիսին, առաջի հանդիպումը Էրդողանի հետ, այսինքն Էրդողանը նրան երբեք չի ընդունել, մինչև պատերազմը, պատերազմից հետո էլ Հանրապես ուշադրության չի դարձրել։ Առաջի հանդիպումը եղել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։
ճիշտ այն օրը եւ այդ օրը երեկոյան Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ ստորագրեց Արցախ-Ադրբեջանի կազմ ճանաչելու հայտնի հայտարարությունը։ Այդ օրը ինքը Պրահայում երկկողմ ձևաչափում ունեցել այդ առաջի երկկողմ հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Եվ ես շատ լավ հիշում եմ Էրդողանի խոսքերը, երբ որ նա գնում էր հանդիպման, թուրք լրագրողներից մեկը, տենց նրա քայլելու պահին հարցնում է. «Պարոն նախագահ, ինչպես եք վարվելու հայերի հետ»։ Եվ նա ասում է տենց քմծիծաղով իրեն բնորոշ բավականին ցինիկ կեցվածքով, ասում է. «Այնպես ինչպես վարվել ենք մինչև հիմա, այնպես էլ կվարվենք սրանից հետո»։ Շատ խորհրդանշական է այդ պատասխանը, այսինքն եթե ցեղասպանության ենք ենթարկել, հիմա էլ կցեղասպանենք։ Եթե շրջափակման մեջ ենք պահել, շրջափակման մեջ կպահենք։ Եթե պատերազմել ենք, բնաջնջել ենք, ուրեմն կպատերազմենք։ Այսինքն այն ինչ որ մինչև հիմա արել ենք, դա էլ պատրաստում ենք։ Այդ եղել է Էրդողանի պատասխանը։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպել է 2024 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում։ Ընդ որում, եթե Նիկոլ Փաշինյանի մյուս գրեթե բոլոր հանդիպումները եղել են ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքում, որտեղ գլխավոր ասամբլեային գնացել, ապա Էրդողանի հետ նրա հանդիպումը եղել է Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության տարածքում, որտեղ տեղակայված է նաև ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացությունը, այսինքն դիվանագիտական տարածք, որը կոչվում է թուրքական տուն։ Այդ բացահայտումը այլեր կարծեմ ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Մանուկյանը իր դաշնակցության երևի ամերիկյան ուրեմն ինֆորմացիոն աղբյուրներից եւ պարզվեց, որ դա իսկապես հավաստի տեղեկություն է։ Դա այն հայտնի որն է, որ ինքը գիրքը նկարով եւ այլն։ Ուրիշներ հետաքրիր, որ այդ օրը Սահմանադրական դատան հրավիրել էր նիստ, որտեղ քննության առարկա էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգի վավերացումը, չգիտես ինչ հետաքրիր զուգադիպությամբ դա համընկել էր հենց այդ օրվա հետ։ Ընդ որում այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանը անդրադարձ էր կատարվել հայոց ցեղասպանության խնդրին, հռչակագրի մասին խոսել, որը բացարձակապես որևէ առնչություն եւ կապ չուներ հայ-ադրբեջանական սահմանային հարցերի հանձնաժողովի կանոնակարգի հետ։ Եվ նա այդ օրն է հանդիպել Էրդողանին երկրորդ անգամ եւ դրան բնականաբար նախորդել էր, եթե Էրդողանի հետ առաջի հանդիպումը եղավ Արցախ-ադրբեջանական ճանաչելուն, 24 թվականի հանդիպումը Տաուշի գյուղեր եւ հարակից տարածքներ Ադրբեջանին հանձնելու, երրորդ հանդիպումը, որի լուսանկարն նաեւ հիմա մեր էկրանին է, դա եղել է 2025 թվականի հունիսի 20-ին Ստամբուլում, որին հաջորդել է Մեղրին Ադրբեջանին հանձնելու որոշումը Վաշինգտոնում։ Ուզում եմ հիշեցնել, որ դրան նախորդել էր աշխարհի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ընդամենը 3 օր առաջ։ Իսկ դրանից 1 շաբաթ անց տեղի ունեցավ Վեհարանի առաջին գրոհը։ Ասում եմ առաջին լավ ենթադրելով, որ շուտով մեզ նոր պաշտպանական գործողություն է սպասում, մենք հակառակ կողմում պիտի լինենք բնականաբար, ու պիտի պաշտպանենք մայրաթորը սրբապիղծներից, բայց գործողությունների շատ հստակ այո հաջորդականություն կար։ Թույլ տուր մեկ կարևոր դրվագ հիշեցնել։ Երբ 2008 թվականի ֆուտբոլային դիվանագիտությունը իր վերելքի վրա էր եւ համաշխարհային մամուլը անդրադառնում էր այդ գործընթացին, օրինակ միայն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2 անգամ եկավ Երևան եւ 2 անգամ էլ բարձրացավ Ծիծեռնակաբեր թուշահամալիր, հետո ճիշտ է, երբ Թուրքիայի հետ Ամերիկայի հարաբերությունները որոշակիորեն կարգավորվեցին, ինքը անհասկանալի եւ անպատիվ դիվանագետին պատիվ չբերող բարձաբանումներ բերեց, թե իբր ինքը այդտեղ որպես մասնավոր անձ էր։ Իրականում այդ ժամանակ թուրք-իսրայելական հարաբերություններն էին լարված եւ Միացյալ Նահանգները որպես Իսրայելի հիմնական լոբբիս ավելի շատ Թուրքիայի հետ խնդիր ուներ եւ ահա անուղղակիորեն Քլինթոնը դա էր հասկացնում։ Այդ ժամանակ դեռևս Միացյալ Նահանգները պաշտոնապես չէր ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Բայց այն ինչ տեղի էր ունենում 2008-2009 թվականներին եւ Հայաստանում եւ Սփյուռքում ժողովրդական լայն զանգվածների կողմից անհասկացողություններ, որ կար այս գործընթացի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման, նորմալացման, վերականգնման, սահմանի բացման։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում եւ Սփյուռքում տեղի էին ունենում լայնածավալ բողոքի ակցիաներ։ Երբ Սերժ Սարգսյանը համահայկական ուղևորություն նախաձեռնեց, այցելելով 6 երկիր, բոլոր խոշոր գաղթօջախներում եւ Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում, Ռուսաստանը մի քիչ այլ պատմություն է, բայց Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում վստահաբար հազարավոր հայեր ոտքի էին ելել ընդդեմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ համարում էին, որ չի կարելի որևէ գնով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, թեև արձանագրությունների տեքստերը, երկու արձանագրության տեքստ հրապարակված էին, դրանցում
խնդրահարույց որևէ դրվագ, որը կոտնահարեր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ, եւ ինչպես հետո պիտի պարզվեր, Հայաստանը ինքը, այսպես ասենք, գրողի ծոց ուղարկեց այդ արձանագրությունները։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովից հենց այդ արտահայտությունը արվեց, գնահատական տալով Թուրքիայի ապակառուցողական կեցվածքի։ Հիմա ես շատ լավ հիշում եմ նույնիսկ այն սփյուռքահայ ակտիվիստներին, որոնք մոտենում եւ իրենց դժգոհությունն էին հայտնում փողոցի այն կողմից, գոռգոռում էին, որ որևէ դեպքում չի կարելի Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման գնալ, քանի որ դա դավաճանություն է։ Ես կուզեի տեսնել նրանց այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը գնում է տարբեր մայրաքաղաքներ։ Ես չեմ տեսնում այդ մարդկանց։ Ես նրանց 10%-ին էլ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ փակ դահլիճներ, որտեղ հավաքվում է մի քանի տասնյակ մարդ, նրանց կեսը իր աշխատակազմն է, նստում են վերջին շարքերում, մեկ է Ստյոպա Սաֆարյանին են տանում։ Իրենց թվում է մենք չենք տեսնում, բայց լուսանկարներում շատ ակնհայտ է, որ մեծամասնությունը հայաստանցիներ են, որոնք իրենց հետ այդ չարտերային ռեյսով գնում գալիս են։ Բայց տեղացիները, եթե նույնիսկ բոյկոտում են այդ հանդիպումը, ապա պետք է իրենց վերաբերմունքը արտահայտելու այլ ավելի կտրուկ ձևեր էլ գտնեն։ Բոյկոտը դերևս գործի կեսն է։ Գործի մյուս կեսը գործուն դիմադրություն ցույց տալն է եւ ակնհայտ անհամաձայնություն հայտնելն է վարչախմբի այս բոլոր գործողություններին։ Ուղղակի ես կարծում եմ, որ քո համեմատությունը մի քիչ կարող է տեղին չի, որովհետև Սերժ Սարգսյանի համայնքային այցելությունները նպատակ ուներ համայնքին բացատրելու արձանագրությունների էությունը եւ ինչ տիպի հարաբերություններ է նախատեսում, իսկ դա ընդհանրապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էր, դա ցեղասպանության ուրացում, հենց նախապայմանը առանց նախապայմանների գործընթաց անելու էությունը դա էր։ Նիկոլ Փաշինյանի կարգավիճակը անկեղծ ասած մի քիչ ուրիշ է։ Նա ասում է, որ մենք այդ ցեղասպանության մեխանիկայի մաս ենք կազմում։ Այսինքն ուզում է ասի, որ մենք էլ ենք ցեղասպանության ենթարկե թուրքերին, այն ինչ որ թուրքական թեզերն է։ Ինքը ասում է, որ հայերը ցեղասպանության են ենթարկվել, որովհետև ընկել են այլ պետությունների ժողովուրդների ազդեցության տակ, դեմ են գնացել Օսմանյան պետություն, մեղադրում է նահատակներին եւ հայ ժողովրդին, ասում է մենք ինքներս գնացել ենք զորովն ենք արել, որ մեզ ցեղասպանեն։ Կասկածի տակ է դնում դրա եղելությունը։ Անդրանիկ Քոչարյանի ասացի իմաստը ո՞րն է այդ, որ պիտի զոհերի անունները հասցեները հեռախոսի համարների email-ի հասցեները հրապարակվի։ Հասնելու էր դրան, չէ՞, եթե դեմը չառնվեր դրա։ Որ ասա ինքն չի էր դա ասում, ինչ համատեքստում էր ասում, որ հենց մի ցուցակը կազմենք, տենանք, այսքան մարդ կա, թե չկա, թե չի ասում սարքել եք 1.5 միլիոն, ով ասում 1.5 միլիոն։ Կարող է вообще 10,000-ը։ Հələ մատ այդ իր ասացի իմաստը հենց դա էր։ Այսինքն կասկածի տակ էր դնում եղելությունը, մասշտաբը, բնույթը։ Դրանց են հանդուրժում, հասկանում ես։ Ու ամբողջ հարցը այն է, որ դա իրենց ասածը չի։ Դա տասնամյակների թուրքական նարատիվն է, որը շարունակաբար երկու հարցի վրա է մեխադրել, այսինքն իրենք ընդունել են, որ ինչ որ բան եղել է 20-րդ դարաշրջանին, բայց երկու կարևոր կասկածանք են սերմանել համաշխարհային հանրության, տարբեր առաջնորդների եւ ընդհանուր պատմագիտական որոշ շրջանակների մեջ։ Առաջին զոհերի թիվը ասել են, որ հայերը իբր տասնյակներով, եթե ոչ հարյուրներով մեծացրել են ցեղասպանության զոհերի թիվը, եւ երկրորդ այն, որ դա եղել է երկկողմանի կորուստ։ Էրդողանը 10 տարուց ավելի ամեն ապրիլի 24-ի ուղերձ է հղում եւ երբեմն նաեւ ապրիլի 24-ին գնում է Ստամբուլի հայոց պատրիարքություն, Պոլսո հայոց պատրիարքություն եւ այնտեղ ասում է. «Սա մեր երկու ժողովուրդների համատեղ ընդհանուր ցավն է»։ Բառացիորեն նույն բանը ողբերգական իրադարձություն է։ Ասում է Փաշինյանը, ասում է, որ մենք պատերազմի մեջ ենք, դուք մեր թշնամու հետ դաշնակցեցիք, հետեւաբար երկկողմ առանձին կորուստներ են եղել։ Մենք էլ մեր քաղաքներում ենք կանգնեցրել զոհված թուրքերի, հայերի ձեռքից հերոսաբար ընկած թուրք զինվորների եւ քաղաքացիական անձանց ցեղասպանության հուշարձաններ, դա կարելի է տեսնել Անիի ճանապարհին եւ կարելի ամենահայտնին կարելի է տեսնել Իգդիրում, իդեպ նաեւ թանգարան են այդտեղ իրենք կառուցել։ Իսկ այն ինչ հիշեցրիր Էրդողանի ասածը Պրահյան հանդիպման ընթառաջ, երբ ասաց վարվել ենք այնպես, ինչ վարվում ենք, այնպես ինչպես կվարվենք նախկինում էլ։ Մեկ այլ բան էլ է ասել Էրդողանը եւ ասել է մի հերթական ապրիլ 24-ի իր ուղերձում, ասել է, որ հայերը թուրքական սրի մնացորդն են։ Սա Էրդողանի բառացի արտահայտությունն է եւ
իրենց ազգայնականության ու նեո-օսմանականության գաղափարախոսների սիրելի պնդումներից մեկը։ Դևլետ Բահչելի, Ահմեդ Դավութօղլուի, Դենիս Բայքալի եւ մնացած բոլորի, այդ կամ Գորժ Գայլերի առաջնորդների կամ ազգայնականների եւ կամ իր դաշնակիցների։ Հետևաբար Էրդողանական գիծը շատ ավելի կոշտ է, շատ ավելի անզիջում է եւ աննահանջ է, քան կարելի է պատկերացնել։ Թուրքիան երբեք վերջին 35-40 տարում, այս խորհրդային միության փլուզումից, Հայաստանի անկախացումից ի վեր, իր հզորության բարձրակետին չի եղել այնպես ինչպես հիմա։ Միացյալ Նահանգների հետ նրա հարաբերությունները երբեք այսքան լայնածավալ, խորքային չեն եղել։ Հետևաբար Արևմուտքը ձևել չի թափում թաքցնելու, թե Հայաստանի հարցով Արևմուտքի նայողը ով պիտի լինի։ Դա ասել է 2 տարի առաջ Անտալիայի դիվանագիտական ֆորումում եւ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը, իդեպ Արարատ Միրզոյանի ներկայությամբ, որ եթե ուզում եք Արևմուտքում տեղ գտնել, պայմանավորվեք Թուրքիայի հետ։ Ձեր անմիջական հարևան, Եվրամիության անդամության տեխնացու, Եվրամիության մաքսային միության անդամ։ Եվ այդ մասին շարունակաբար խոսում է նաև Թուրքիայում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմ Բարակը իր հարցազրույցներում, որը Թուրքիայի տրանսպորտի նախարար Ուրար Օղլուի հետ միասին դարձել է Զանգեզուրի միջանցքի գաղափարախոս։ Թոմ Բարակը առավոտից երեկո խոսում է Զանգեզուրի միջանցքի պանթուրանական ծրագրի իրականացման անհրաժեշտության մասին։ Տպավորությունն այն է, որ նա թուրքական աշխարհի ներկայացուցիչ է, ազգությամբ թուրք գործիչ է, թեև կրկնում եմ, Միացյալ Նահանգների դեսպանն է այդ երկրում, եւ շատ ակնհայտ է, որ գլոբալ արևմտյան նախագիծ է այս Զանգեզուրի միջանցք կոչեցյալը, որը սպասարկելու է բացառապես պանթուրանական եւ այստեղից իրանական ու ռուսական ներկայության դուրս մղման ու հայկական գործոնի չեզոքացման հարցը։ Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահների օրոք, հատկապես երրորդ նախագահի օրոք իրականացված ֆուտբոլային դիվանագիտության շրջանում Զանգեզուրի միջանցքի պայման Հայաստանի Հանրապետության արչև երբևէ չի դրվել։ Այդ մասին որևէ մեկը չէր էլ կարող խոսել։ Չէ, դե Տալևն ասել է դրա եւ եզրույթի եւ գաղափարի հեղինակը ինքն է, որ այդ գաղափարը ձևավորվել է եւ հասունացել է հետ 44-օրյա պատերազմից հետո, հաշվի առնելով հետ պատերազմյան եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունները։ Այսինքն ոչ միայն հետ պատերազմյան, այլև աշխարհաքաղաքական, ինչը որ հաստատում է քո պնդումը, որ դա ոչ միայն Ադրբեջանի երկու անկլավային տարածքների իրար հետ ֆիզիկական ցամաքային հաղորդակցության ապահովման, այլև այո, աշխարհաքաղաքական մեծ խնդիր լուծող նախագիծ է, որը հիմա Արևմուտքը, Ադրբեջանը եւ Թուրքիան հաջողությամբ իրականացնում են միայն այն դեպքում, երբ որ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Ես ուզում եմ նաեւ հիշեցնեմ, որ այն ավելի շուտ հերքեմ այն ցնդաբանությունները, որ սրանք ներկայացնում են դա ապաշրջափակման, սահմանների բացման համատեքստում եւ այլն։ Ոչ մի տես բան չի եղել եւ ոչ մի տես բան չի լինելու։ Ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար ուրեմն Հական Ֆիդանը վերահաստատեց, այսինքն առաջին անգամ չէր ասում, իրենք էլի են հաստատել, նորից վերահաստատեց, սա արդեն այդ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո, որ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ չի կարող գոյություն ունենալ, քանի չեն ստորագրվել ոչ միայն նախաստորագրվել, այլ ամբողջությամբ ստորագրվել ուժի մեջ մտել հայ-ադրբեջանական համաձայնագրերը։ Իսկ հայ-ադրբեջանական համաձայնագրերի ստորագրման նախապայման Ադրբեջանը դրել է, դա նոր սահմանադրության ընդունումն է, որը պետք է բացառի հղումը անկախության հռչակագրին։ Այսինքն դա նշանակում է գոյություն ունեցող պետության լուծարում։ Իսկ եթե գոյություն ունեցող պետությունը լուծարվի, Թուրքիանում հետ համաձայնագիր կնքի, այլ Ադրբեջանում հետ կնքի, արդեն այս պետությունը կվերանա եւ ընդհանրապես այս տարածքը կմասնատվի երկու թուրքական պետությունների միջև։ Այստեղ մի հատ կարևոր ժամանակագրական ավելացում էլ թույլ տուր անել։ Օրեր առաջ են, որ զորով ծեծելով 7000 հոգու հավաքել էին
համալիրում իրար հետ կապ չունեցող անձանց, ասենք դատավորների էին այնտեղ տարել, համայնքների ղեկավարների, դա առանձին մեծ թեմա է, ես ուսամ դրան կանրադառնանք։ Այդտեղ տասնյակներով մարդիկ պետք է դատվեն, մենակ այդ մի հավաքը կազմակերպել։ Դանիել Հովհաննիսյանը չի տվել հաղորդում հանցագործության մասին հավաքին հայակվեի վրա է հաղորդումներ տալիս։ Հա, դե երևի պերելուց հետո կտա։ Այդտեղ Նիկոլը ասեց հետեւյալը, իդեպ հերթական անգամ ասեց, բայց սա շարունակաբար ասում է Էրդողանից եւ Ալիևից օգնություն աղերսելու բանով, մոտիվացիայով։ Այն, որ 26-ի վերարտադրությունից հետո է ինքը կազմակերպելու նոր սահմանադրության ընդունում։ Հետևաբար ժամանակագրությունը, քո ասած, թույլ տուր հավելել հետևյալով. Ունեք 6 ամիս, պարոն Այգ Էրդողան եւ Ալիև, ամեն կերպ ինձ պիտի աջակցեք, փող էլ պիտի սրսկեք հայաստանյան տնտեսության մեջ, ամեն ինչ պիտի անեք, կրակոց չպիտի լինի սահմանին, ես ձեզնից կախյալ եմ։ 2026 թվականի հունիսի 7-ը հորով մորով անում ենք, ստանում եմ իմ սահմանադրական մեծամասնությունը, կեղծում եմ այդ ընտրությունները, բոլոր ընդդիմախոսներից բանտարկում, գնդակահարում, անազատության մեջ ուղարկում, չեզոքացում, չեմ գրանցում նրանց, թույլ չեմ տալիս մոտենան ընտրության, անասնագողություն եմ անում, գնում եմ մանդատները, վախացնում եմ մարդկանց, լարում եմ երկրից, ամեն ինչ անում եմ։ Ստեղծում եմ Եվրոպացիները դրա ֆոնն են ստեղծում, լեգիտիմության պատրանք ստեղծում են, այո, իբր մրցակցային, ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրություններ։ Մի քանի խախտում ա եղել, որը չի անդրադարձել ընտրություններին, որոնք Դանիել Հովհաննիսյանի պնդմամբ առանձնապես չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Այդ հարցով սակույցն է։ Եվ դրանից հետո արդեն մինչև 2026-ի տարեվերջ, եթե ուզեք, կանեմ ձեր ուզած նոր սահմանադրության ընդունման հարցով հանրակրվեն։ Այո։ Ու իսկ եթե դա արեց, էլ ինչ երկիր, ելու հետ դրանք հարաբերություններ հաստատեն, պետությունը վերացել է։ Հիմա որպեսի մարդկանց պարզ լինի, որ հայ-թուրքական հարաբերություններ սահմանի բացում չի լինելու, ես ուզում եմ հիշեցնեմ, որ մի ձևաչափ են ստեղծել 22 թվականից այդ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների ձևաչափով շփումները, որն էլ է բացարձական օրինական, որովհետեւ հայկական կողմից հայտարարվել է, որ այդ գործընթացին ներկայացնում է ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանից, ոչ թե հայտարարվել է, այլև ինքը այդ ֆունկցիաները կատարում է։ Ինչի իրավունքը չունի, որովհետեւ Հայաստանի սահմանադրությամբ արտաքին եւ ներքին քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը իր կառավարության գործադիր իշխանության պաշտոնյաների միջոցով։ Օրենսդիր իշխանությունը պետք է վերահսկի կառավարությանը։ Իսկ այն օրենսդիր իշխանության ներկայացուցիչը որևէ պարագայում չի կարող իրականացնել գործադիր իշխանության ֆունկցիաներ, դա սահմանադրության իշխանության տարանջատման հիմնարար սկզբունքներից մեկն է հանդիսանում։ Բացի դրանից Ռուբեն Ռուբինյանի հատուկ բանագնաց լինելու որևէ իրավական ակտ որոշում գոյություն չունի։ Դիվանագիտական ծառայության մասին օրենքը նախատեսում է հատուկ հանձնարարություններով դեսպանի ինստիտուտը, որը նախատեսված է հենց նման դեպքերի համար, որ որևէ մեկին տրվում է հատուկ առաքելություն, ոչ թե երկկողմ հարաբերություններով, կարա երկկողմել լինի, կարա կոնկրետ որոշակի խնդրի լուծման միտ։ Բայց օրինակ Թուրքիայի ներկայացուցիչը Սերդար Քլեչը ունի այդ կարգը, օրինակ կարիերային դիվանագետ է, որի դիվանագիտական ստաժը Ռուբեն Ռուբինյանի կենսաբանական տարիքից ավել է։ Ուզում ես ասես Ռուբեն Ռուբինյանը կարիերային դիվանագետ չի։ Չէ։ Ինչի նրա առաջին գործը արտաքին գործերի նախարարությունը որպես փոխնախարար։ Նա միայն դիվանագիտության մեջ։ Բայց չէ որ նա պրոֆեսիոնալ դիվանագիտական նա ուրիշ բանով չի թրծվել է։ Նա ուրիշ բանով չի պատկերացնում ես նրա առաջի ոչ թե պաշտոնը, առաջի աշխատանքը իր կյանքում, օրինակ ես իմ առաջի աշխատանքը 7-րդ դասանի համառային արձակուրդներն եղել է Ջերմուկի կոմունալ տնտեսությունում կանաչապատման բանվոր։ Այդ եղել է, երբ որ ես այդ իմ առաջի աշխատանքն է եղել։ Ռուբեն Ռուբինյանի առաջի աշխատանք եղել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Հիմա ու եթե Սերդար Քլեչը ունի հրամանագիր, որ ինքը բանագնաց է, Ռուբենյանի պարագայում էդ էլ չկա։ Ուզում եմ հիշեցնեմ սրանց հանդիպումները ԼՀԻՇ-ի սկզբնական շրջանում ինչ ինտենսիվ էին։ 22 թվականի հունվարի 14, 22 թվականի փետրվարի 24, այսինքն մի ամսվա մեջ երկու հանդիպում։ 22 թվականի մայիսի 3, այսինքն բաց են թողել միայն մարտ-ապրիլ, մայիսի նորից հանդիպել են։ 22 թվականի հուլիս Վիեննայում են հանդիպում, ու մինչև 24 թիվը չկան։ Որովհետև այդ ժամանակ պայմանավորվել էին, որ հայ-թուրքական սահմանը Մարգարեի անցակետով ցամաքային պիտի բացվի, գոնե երրորդ երկրների քաղաքացիների, այսինքն ոչ թե Հայաստանի քաղաքացիների, ոչ թե Թուրքի, այլ եթե Հայաստանում կա մի Վրաստանի քաղաքացի, ինքը կամ Ռուսաստանի քաղաքացի, այդ անցակետով կարանա անցնի։
Կամ դիվանագիտական ազնագիր ունեց, այսինքն Ռուբինյանը գոնե կարանա այնտեղով անցնի։ Թուրքիան դա չի արել։ Ու հայկական կողմը ասին, գիտես ինչ, 1 միլիարդ դրամից ավել գումար են ծախսել, վատնում է էլի դա։ Եթե դու այդ պայմանավորվածությունը չունես, դա ինչես, միայն Մարգարայի անցակետում գիտես ինչ, շենքեր են վերանորոգել, մաքսային կետ, տերմինալ են սարքել։ Դեսպաններին տարան ցույց տվին։ Եվրամիության դեսպաններին տարան ընդ տանում են թանգարան է։ Իսկ հակառակ կողմից գիտես անցակետը ոնց է կոչվելու։ Թալիաթ Փաշայի անունը։ Այդ իհարկե դրա որոշումը չկա, բայց դա գաղափար ունի։ Կլինի, դրա որոշումն էլ կլինի։ Թալիաթ Փաշայի անցակետով դե ուրեմն մենն պիտի էլի Փաշինյանի անունով էլի որ Փաշազադե էլ կարա լինի։ Հիմա օրինակ այդ թեմը Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Սրբազանը միացել էր այն հայտարարությանը, այսինքն ինքը սպասարկում է Փաշազադեի գիծը։ Այո, ուրեմն կարա իր անունով։ Հիմա ինչ տարբերություն Սիոն Սրբազանը թե Փաշազադեը, երկուսն նույն բանն են անում։ Այո, Երկուսն մայրաթորը ավելի։ Ուրեմն իր անունով է կարա կոչվի։ Դե քննարկեն, դա մաքսային կոմիտեի ղեկավարը քննարկի որոշում կայացնի։ Բայց ամբողջ խնդիրներն է, որ միլիարդավոր դրամները ծախսել են, այդ անցակետը չի գործ, ու տենց է չի բացվել։ Ու չի բացվելու, որովհետև հիմա որ ասում են այդ Թրամփի ուղիով գնաց կգա, հետո կմտնի Հայաստանի տարածքով կգնա Գյումրիով Կարս։ Ես իմ քանի միլիարդ դոլար 240-ը ինչա, Թուրքիան փող է ծախսում, որպեսզի երկաթգիծ կառուցի։ Թուրքիայից գա կպնի Նախիջևան։ Այսինքն Ադրբեջանից որ մեղրին վերցնում են, ինչը որ վերցել են այդ Վաշինգտոնյան համաձայնագրով, մեղրին է դա հանձնվի Ադրբեջանին, գա մտնեն Նախիջևանով, այդ չգան մտնեն Հայաստանի տա։ Այսինքն հսկայական, եթե գոյություն ունեցող երկաթգիծը կա, այսինքն եթե նույն երկաթգծով գնացքը Նախիջևանի տարածքով կարա երասխով մտնի Երևան, գնա Գյումրիով, գնա Կարճ, այդ դրանք բոլորը գոյություն ունեցող ենթակառուցվածքներ են։ Դրա արկայության պայմաններում թուրքերը անասուն են, որ միլիարդավոր դոլարներ են ծախսում իրենց երկաթգիծ, այսինքն դա ինչի համար արվում, որպեսզի Հայաստանի այդ սահմանը տենց էլ չբացվի։ Դա ոչ միայն Հայաստանի տարածքում Բաքու-Թբիլիսի Կարս երկաթգիծը աշխատում է 15% ծանրաբեռնվածությամբ, այսինքն նույնիսկ տնտեսապես դա իրեն շահեկան չի, վնասով աշխատում։ Այսինքն դա մաքուր քաղաքական պրոյեկտ է, որի նպատակը միայն մեկն է, որ Հայաստանը երբեք չափաշրջափակվի եւ Հայաստանի առաջ որևէ մեկը սահման ու ճանապարհ չբացի։ Դու խոսեցիր տնտեսական ասպեկտի մասին, թույլ տուր հիշեցնել, հաղորդմանը քիչ առաջ ասացի, բայց մի հատ էլ նորից հիշեցնել հասարակական համակարգի, մեր կրթական համակարգի այն ավերները, որ սրանք գործում են հետևողականորեն։ Հայոց ցեղասպանության պատմական հիշողության ապրիլի 24-ը որպես շարքային ոչ կարևոր օր դարձնելու, մեր տոնացույցից ջնջելու եւ հուշահամալիրը բարբարոսությունը նմանօրինակ քայլերի մասին։ Օրինակ այս տարվա ապրիլի 24-ը հերթական ապրիլի 24-ն էր ամոթի զգացումով, ոչ թե ցավի, այլ ամոթի, երբ Նիկոլ Փաշինյանը արգելելով լրատվամիջոցներին լուսաբանել իր այցը Ծիծեռնակաբերդ, իդեպ որևէ պատվիրակության էլ այնտեղ չեն տանում, իրենք էլ չեն ուղեկցում, եթե նույնիսկ այդ պատվիրակությունը գնում է, հանրային հեռուստաընկերությանը միայն տրամադրված հղումով, ասաց, որ այսուհետ այս էջի ողբերգական էջի հաղթահարումը պետք է դառնա սահմանագծված սահմաններով Հայաստանը։ Հայոց ցեղասպանության ողբերգության պատմական հիշողության օրը ինքը էլի իր խաղաղության խաչմերուկներից ու սահմանազատումներից է խոսում։ Այդ օրը ապրիլի 24-ին, այսինքն մեր պատմության ամենասև օրը, իրենց սիրելի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կայա Կալասը գնացել էր Բաքու։ Հենց այդ օրը, ապրիլի 24-ին։ Այն դեպքում, երբ Եվրամիության հետ մեր համապարփակ եւ ընդլայնված գործընկերության ՍԵՊԱ-ի 6-րդ հոդվածը ցեղասպանության հանցագործության դեմ է ուղված, ՍԵՊԱ-ում մեր դիվանագիտությունը ժամանակին դեռ Ղարաբաղի խնդրի հաջողել էր եւ Արցախյան կարգավորման եւ ցեղասպանությունների իմ մասնավորի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին դրույթ ամրագրել։ Եվրամիության անդամ 27 պետություններից 17-ը ճանաչել են հայոց ցեղասպանությունը եւ դա ճանաչել են առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների պաշտոնավարման ընթացքում։ Օրինակ հայ-թուրքական դիվանագիտության, ֆուտբոլային դիվանագիտության մասին ասում էին իբր կանգնեցրեց, չէ, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ալիքը։ 10-ից ավել երկիր դրանից հետո է ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Գերմանիան 2016 եւ Ավստրիան է ճանաչել, Չեխիան է ճանաչել եւ պետություն ամենաբարձր մակարդակով խրախուսել է դա, կարևոր երկրներ են ճանաչել։
Իսկ հիմա սրանք, օրինակ Արարատ Միրզոյանը խորհրդարանում կատարողականի քննարկման ժամանակ դեռ 23 թվականին։ Ասում դա մեր առաջնահերթությունների մաս Ասում դա արդեն որևէ կերպ պետական առաջնահերթություն չի, դա մեր արտաքին քաղաքականության մաս չի, որովհետև դա գործնական որևէ օգուտ չի տալիս Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի Հանրապետությունը հեղինակել է ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործության դեմ կոնվենցիան եւ ինքը ամբողջ աշխարհում դեկտեմբերի 9-ը որպես ցեղասպանության դեմ պայքարի օր նշելու համահեղինակը։ Սրանք եկել ասում են դա որևէ գործնական օգուտ չի տալիս։ Հասել են դրան, որ Թուրքիան էլ է միացել այդ նախաձեռնությանը։ Այսինքն Թուրքիան ստիպված է եղել ինքն էլ միանա այդ նախաձեռնությանը ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման օր սահմանելու իմաստով, որը ի դեպ այո դա կոնվենցիայի ընդունման օրն է, իսկ կոնվենցիայի ընդունման հիմքում Ռաֆալ Լեմկինի հայտնի հետազոտություններն ու գնահատականը, որով առաջին անգամ սահմանվել է ցեղասպանություն եզրույթը, որի առանցքում եղել է հայոց ցեղասպանության ուսումնասիրությունները եւ դրա մասին Ռաֆալ Լեմկինը ինքն է ընդունել եւ խոստովանել, որ ցեղասպանության իր ուսումնասիրությունները ինքը սկսել է հայոց ցեղասպանության երևույթի մանրակրկիտ ուսումնասիրությամբ։ Մեկ էլ հիշենք, որ այդ հանճարեղ ցեղասպանագետի անունը կրող ինստիտուտը, որը ցեղասպանագիտության ուսումնասիրության կարևորագույն ինստիտուտն է ամբողջ աշխարհում, դատապարտում է Փաշինյանի մոտեցումը հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում։ Սա մղձավանջային երազել չի, սա աբսուրդի ժանրի գրականություն էլ չի, սա ֆանտասմագորիա էլ չի, սա աննկարագրելի մի իրողություն է, երբ հայոց ցեղասպանության զոհ հայ ժողովրդի ստեղծած պետության առաջնորդը ժխտում է 100 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձությունը, որի ուժողը իր ժողովուրդն է, եւ միջազգային ցեղասպանագիտական կարևորագույն ընկերակցությունը, որում աշխատող հայի ես չեմ ճանաչում, այնտեղ բոլորը արտասահմանցիներ են, այսինքն ազգային շահել իրենք չունեն, բայց իրենք քննադատում են այս վարչախմբին, ասելով, որ հայոց ցեղասպանության պատմական հիշողության հետ չի կարելի այդ կերպ վարվել։ Բայց չմոռանանք, որ հայ ժողովուրդը վերջին տարիներին, վերջին 2 տարում առաջին անգամ նախաձեռնեց օրենսդրական նախաձեռնություն, որպես քաղաքացիական նախաձեռնություն հայակվեն, որի մի հոդվածը վերաբերում էր հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը։ Եվ մեծամասնությունը թույլ չտվեց, որ նույնիսկ այդ նախագիծը օրակարգ ներառվի ազգային ժողովի նիստերի օրակարգում եւ քննարկվի ազգային ժողովի նիստերի դահլիճում լիագումար, նույնիսկ օրակարգ չի մտե։ Սա է սրանց վերաբերմունքը եւ ցեղասպանության եւ ժողովրդի նախաձեռնության վերաբերել, այսինքն ըստ էության նախապատրաստում են այդ ժողովրդին նոր ցեղասպանության առաջին հերթին հերքելով այն ցեղասպանությունը, որ իրականացրել են թուրքերը, փորձելով կեղծ բարեկամություն ստեղծել ցեղասպանների հետ։ Մենք այս դժվար թեմաների մասին խոսելուց երևի թե մեր ժողովրդի, մեր քաղաքացիների մոտ նաև անվտանգ ապրելու զգացողության ռիսկեր ենք առաջացնում, բայց մեր հաղորդման վերջում մենք նաև առաջարկում ենք այդ ռիսկերը մեղմելու ինստիտուցիոնալ համակարգ եւ մեխանիզմ, որի հարցում մեզ օգնում է Pantera Security մասնավոր պահնորդական կազմակերպությունը։ Ինչքան վտանգավոր է դառնում մեր կյանքը, ինչքան մեծ են ապրելու ռիսկերը, այնքան անհրաժեշտ է հոգա դրանք չեզոքացնելու մասին։ Իսկ Pantera Security-ն դա այն պահնորդական կազմակերպությունն է, որ ունի հրաշալի փորձառություն, պրոֆեսիոնալ անձնակազմ, տիրապետում է ողջ գործիքակազմին, թե տարածքների, անհատական, մասնավոր բնակելի տների, առևտրային տարածքների, արդյունաբերական ձեռնարկությունների, բանկերի, ուսումնական հաստատությունների պահպանությունը պատշաճ որակով իրականացնելու համար, ինչպես նաև մարդկանց VIP հյուրերի, կարևորագույն բեռների, փոստի ուղեկցման ծառայությունների լայն սպեկտր պահնորդական, որոնց մասին մանրամասն տեղեկություններ կան pantera.am կայքում, իսկ համագործակցության համար պետք է զանգահարել 53 78 50 հեռախոսահամարով։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, սա երկու ճակատ ոդքասթի 116-րդ թողարկումն էր 168 TV-ի եթերում։ Էդգար Ղազարյան, Դավիթ Սարգսյան ամփոփեցինք, վերլուծեցինք շաբաթը։ Դա սիրով եւ պատրաստակամորեն ձեզ համար կանենք նաեւ մյուս շաբաթ մեր ավանդական 21-ից 21-ին։ Ցտեսություն։